ի վերջո այժմ եկեղեցին ստիպված է անել այն, ինչ ինքն էլ նախաձեռնել էր, այն է եկեղեցին մտցրել էր քաղաքականության գործընթացների մեջ եւ այժմ անհասկանալի է, թե ինչու է նա նեղվում, որ իրեն հարցադրումներ են արվում այնպիսին, ինչպիսին օրինակ արվում են սովորաբար քաղաքական գործիչներին։ Քանի որ երբ ես ասում եմ եկեղեցին, բնավ չեմ ասում եկեղեցական ինստիտուտը, ես նկատի ունեմ բարձրաստիճան եկեղեցականերին, առաջին հերթին իհարկե վեհափառին եւ հայտնի սրբազաններին, երբ իրենք մտել են քաղաքականություն, իրենք պետք է հասկանային, որ իրենք պետք է խաղան արդեն անկանոն մարտերի պայմաններում եւ իրենք պետք է պատրաստ լինեն պատասխանել հարցերին այնպես, ինչպես պատասխանում են քաղաքական գործիչներին, այլ ոչ թե թաքնվել եկեղեցու հետևից, զբաղվել քաղաքականությամբ, բայց պաշտպանվել եկեղեցիով։